Ողջույն պարոն Թավադյան, հաշվի առնելով, որ 2025 թվականի առաջին 8 ամիսներին Հայաստանի պետական պարտքը աճել է 1.3 միլիարդ դոլարով, մինչդեռ Ադրբեջանի նախագահը հայտնում է իր արտաքին պարտքից ցածր մակարդակի մասին, որոնք են այս աճի հիմնական տնտեսական պատճառները, ինչպես է այս ցուցանիշը հարաբերակցվում մեր երկրի ՀՆԱ-ի հետ։ Ուրեմն տեսեք, այստեղ շահարկումներ կան քաղաքական այս հայտարարությունների մեջ, որտեղ ոչ թե առաջին հերթին պետական պարտքը պիտի նայենք, այլ պետական պարտքը նա հարաբերությունը։ Երկրորդ հերթին, իհարկե մեր մոտ դոլարային պետական պարտքը բավականին աճել է, սակայն դրամական հարաբերությունը հնա պետական պարտքին նա հարաբերությունը այնքան չի աճել, այսինքն այս մի քանի տարիների ընթացքում 50% է մնացել։ Հիմնականում պատճառը մեր դոլարային պետական պարտքի այսքան մեծ աճի հանդիսացել է այն, որ դրամը փոխարկել առույթների մեջ ամենաամրացածն է, ամենաթանկացածն է աշխարհում, այսինքն եթե ենթադրենք 2020-22 թվականներին մենք 1 դոլարը 500 դրամ են մոտավորապես եւ 500 դրամով էին պետական պարտքը դոլարը վերցնում։ Հիմա դոլարը վերցնում ենք 380 դոլարով, այսինքն դոլարը մեր համար էժանացել է, դրա համար կարողացել ենք դոլարային պետական պարտքը մեծացնել, սակայն սա իր հերթին որոշակի թաքնված ռիսկեր է կրում։ Դրա համար է մեր ֆինանսների նախարարությունը վերջին տարիներին դոլարային պարտքը մեծացնել։ Այսինքն ի տարբերություն 2018 թվականին, երբ որ մոտավորապես 20%-ներ դրամային մեր պետական պարտքի, այս պահին 50-50-ը, որը որոշակիորեն չեղարկում է այս ռիսկը, էջավորում է, բայց էլի որոշակի թաքնված ռիսկեր կան։ Հաջորդիվ մեր մոտ պետական պարտքը նա հարաբերություն այս պահին մի փոքր է 50%-ից, որը ընդունելի է։ Նշեմ, որ ըստ ԵԱՏՄ համաձայնագրի, մենք ԵԱՏՄ անդամ պետություն ենք, պետական պարտքը նա հարաբերություն 50%-ը չպիտի գերազանցի։ Մենք այդ սահմանակետին ենք, ըստ մեր օրենքի ներքին, եթե մենք գերազանցում ենք 60% ցուցանիշը, ապա ֆինանսների նախարարությունը համապատասխան միջոցառումներ պիտի նախաձեռնի ծախսերը կրճատելու համար։ Մենք դեռևս սրան չենք հասնել, բայց իհարկե ռիսկը կա։ Ընդհանուր առմամբ, տեսեք, պետական պարտքը ինքը նյուանսավորված թեմա է։ Այնպես էլ ճիշտ չէ, որ քիչ պետական պարտք ունենալ կամ շատ պետական պարտք ունենալ եւ տարբեր պետության համար տարբեր ձևի պետական պարտքներ ընդունել։ Օրինակի համար Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս պահին պետական պարտքի հարաբերությունը 100%-ը անցել է վերջերս, այսինքն դա ինչ է նշանակում, որ իրանք Ադրբեջանից վատն են օրինակի համար։ Դա այդպես չէ, էլի, սակայն մյուս կողմից է Ռուսաստանի պետական պարտքի հարաբերությունը, ասենք 13-15% է։ Սա նյուանսավորված թեմա է, ընդհանուր առմամբ հեշտ լինելու համար պիտի ասենք ներկայացնենք որպես զուգահեռ ընտանիքին, այսինքն եթե ընտանիքը ուզում է աճել, ըստ նրա հնարավորությունների ինքը պիտի իմանա իր ներքին կարողությունները եւ գնահատի ռիսկերը։ Եթե գիտի, որ այս տարվա ընթացքում եթե ինքը ենթադրենք իր եկամուտի 20%-ը օվերդրաֆտ վերցնի, որը 20% հնա պետական պարտքին է համասարածում, ապա կարող է դարձնել։ Եթե գիտի, որ 60%-ը կարող է մարսել, կարող 60% վերցնի, բայց իհարկե ամեն ինչ իր ռիսկայնությունը ունի, այսինքն դու չես կարող ենթադրենք հնայաճ քո աճ ապահովել մեծ պետական պարտքով, մեծ ընտանիքի պարտքով, որը ռիսկային է, կարող է դեֆոլտի բերել, բայց որոշակի պարտք վերցնելը, օվերդրաֆտ վերցնելը հայտակա աճի համար, ենթադրենք շինարարության համար կամ տուն ռեմոնտի համար, դա իհարկե խրախուսել է։ Այս պարագայում, ասենք, մենք կանոնների մեջ ենք, այսինքն ԵԱՏՄ համաձայնագրի 50%-ից մի փոքր ենք ավել, սակայն մեր ներքին 60%-ից ցածր ենք։ Մեր պետական պարտքը բավականին աճել է դոլարով, որովհետև դոլարի սպասարկումը էժանացել է, առաջ 1 դոլար 500 դրամով ենք վերցնում, հիմա 1 դոլար 380 դրամով ենք վերցնում, այսինքն ավելի էժան է մեր համար դոլարային, սակայն այստեղ փոխարժեքային ռիսկեր կան, որը ֆինանսների նախարարությունը հասկանում է, որովհետև ասենք մեր պատմության ընթացքում եղել են դեպքեր, հենց որ փոխարժեքային ռիսկի հայտ է եղել համաշխարհային ճգնաժամներից ելնելով, օրինակ 2008 թվականին, երբ որ հանկարծակի 300 դրամից 1 դոլարը թռավ հասավ 1-2 օրվա ընթացքում մինչև 400, հետո 2014 թվականի վերջ, այսօր 400-ից թռավ
եւ հաստատվեց 400-ի վրա։ Սա ռիսկային է եւ այս սցենարի դեպքում մեր պետական պարտքը կարող է հանկարծակի մի գիշերվա ընթացքում դառնալ, ասենք 60-70%, որը ընդունելի չէ եւ ռիսկայնությունը այս պարագայում մեծանում է, որովհետեւ հասկանալ դոլարը ավելի է թանկանում, այս ռիսկը կա։ Դրա համար այս ռիսկը էջավորելու համար մեր ֆինանսների նախարարությունը այս վերջերս այսպես ասած ավելի հավասարազոր կշռել է պարտքը, եթե առաջին 20%-ն ընդամենը դրամական պարկ 2018 թվական, այս պահին 50%-ը դրամական է, 50%-ը դոլարային է, որ ասենք փոխարժեքային ռիսկի իրականացման պարագայում, որ այս պահին չեմ տեսնում այդ հավանականությունը ես, եւ այդ ենթադրյալ սցենարի դեպքում ոչ թե 50%, ոչ թե 70% կլինի, որը կատաստրոֆի կարող է լինել Հայաստանի Հանրապետության համար, այլ կլինի 60%, բայց սա ուրիշ բացասական խնդիրներ է ունի, որովհետև դրամական պարտքի սպասարկումը ավելի թանկ է, քան դոլարային պետական պարտքի սպասարկումը, դրա համար մենք տեսնում, որ այսի վերջին 2 տարիների 20-26 թվականի բյուջեներում պետական պարտքի սպասարկում 9-10%-ից դառնել է 11% ընդհանուր բյուջեի մեջ, որովհետև դրամական պարտքի սպասարկումը ավելի թանկ է, բայց դա ռիսկայնությունը նվազեցնում է։ Հետո այստեղ գիտեք ինչա, նաև կա ընդհանուր աճի տրամաբանությունը, որովհետև պետք է հասկանալ, որ դու աճ չպիտի ապահովես միայն պետական պարտքով կամ եթե խնդիրներ են առաջանում, առաջին հերթին պետական պարտքը չպիտի մեծացնես այդ խնդիրները լուծելու համար։ Պետական պարտքը կամ այսպես ասած պարզ լեզվով ասեմ, ընտանիքի տեսանկյունից հիպոթեք վերցնելը որոշակի խնդիր լուծելու համար պիտի վերջին, ասենք, ացիանը լինի, դու պիտի քո ուժերը այնքանով զարգացնես, որ առաջին հերթին քո արտադրողական ուժերի վրա հիմնված լինես։ Իսկ ինչպես կարող է կառավարությունը օգտագործել այլ ֆինանսական ռեսուրսներ կամ իր ծախսերը ինչպես կարող է օպտիմալացնել, օրինակ խնայողությունների միջոցով։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը ոչ այնքան, ասենք, փողի վերցնելն է խնդիր, պետական պարտքի եւ այլն, եկամուտները առկա են։ Այստեղ ծախսերի խնդիրն է Հայաստանի Հանրապետությունում, որտեղ մենք տեսնում ենք, որ ասենք հատկապես IT ոլորտի, ռազմական ոլորտի ծախսերը չեն կատարվել, այսինքն օրինակի համար ռազմական ոլորտի ծախսեր կան, որոնք մինչև այժմ 10% չեն կատարվել նախատեսվածից։ Սակայն ասենք հիմնականում վերջին եռամսյակում, այսպես ասած, արագորեն ասենց վայրի վերի ձևով կամ կատարվում են կամ չէ այդ ծախսերը, սա մեծ խնդիր է, այսինքն մենք ունենք հստակ ծախսերի արդյունավետության ապահովման խնդիր, որը հստակ գնահատված չէ Հայաստանի Հանրապետությունում զուտ, այսինքն գալեշկեն դրվում է ծախսերը կատարեն, հիմնականում է արդյունավետ, բայց ուր է այդ արդյունավետության աշխանը, մեծ է թե չէ, այս տեսանկյունից իհարկե մենք խնդիր ունենք, հատկապես ռազմական եւ IT ոլորտի ծախսերի հետ կապված, որոնք թեր կատարվում են արդյունավետության մակարդակը քիչ է, եւ այս տեսանկյունից մենք առաջին հերթին ծախսերի արդյունավետությունը գնահատենք, եթե պետք է կրճատենք, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան։